Շահան Նաթալի, Միաբանյա Հազար տարիներ հրեական ավանդագիրքի Աստվածաշունչի ծննդոցը իբր աղոթագիրք գլխահակ կարդաց հայ ժողովուրդը և ծնկաչոք չափեց անապատները առանց գոնե մեկ անգամ ստեղծելու իր Մովսեսը, որ ճեղքեր ծովը ու առաջնորդեր զայն, արձանագրելու համար հայկական ելիցը։ Հազար տարիներ հայը կարդաց զայն բարձրաձայն ու աղոթեց բասկատարած, բայց չկրցավ Բաղդադության դնել փարավոններուն աղջիրները սուլթաններու արյունատոներուն հետ և եզրակացնել, թե եթե եգիպտական զարհուրանքները ծնան Մովսեսն ու Տասնաբանյան, ինչպես թրքական արհավիրքները չծնան մեկ Մովսես, որ տար գոնե Միաբանյան։ Գուցե թրքական զարհուրանքները այնքան ուժգին էին, որ հայ արգանդը մեկ սաղմ անգամ արգասավորելու կարողութենեն զրկեցին։ Գուցե։ Եթե սակայն փաստն այդ է, վայ այս ժողովուրդին, որ հինցած առաքինություններու փոխասատության ծիծաղելությունն ունի իբր հոգևարքային հծծյուն։ Բայց ես, որ կհավատամ, թե անբնական է ու տիեզերական օրենքի ժխտումը, որ մարդկային արյունները չալեկոծին ու նահատակները ավելի, քան զավաս ծովու չհրաբխին անապատներ են, կգրեմ նոր ծննդոցը, Միաբանյան հայության։ Իմ խոսքս անոնց է, որ երիտասարդ են հոգիով ու զերծ զառամած ուղեղներու դատումներ են, անոնց, որ անապատներու ավազներով մկրտվեցան ու այսօր քաղաքներու ճահիճներուն դեմ իրենց գոյության պայքարը կմղեն, անոնց, որ դիակներ համրել են հոգնեցան և այսօր կհամառին դիակնացումի դեմ իրենց սրտի բաբախյունը պահել, անոնց, որ իրենց հարազատներու ոսկորներով կերակրվեցան ու ապրեցան և այսօր ճերմակացով կթունավորվին, անոնց, որ իրենց հոր դիակը անթաղ թողուցին, մոր հետքը կորսնցուցին անապատներու մեջ, քրոջ պատիվին ծախվիլը տեսան թրքական բազարներու մեջ, եղբոր խոշտանգված դիակին վրա կողկրտալով փախան այսահար, անոնց, որ իրենց շեն տնակներու ավերակներու մոխիրներեն ճողոպրեցան և իրենց վերքերեն թորող արյուններով իրենց պապակը հագեցուցին, անոնց, որ որբի և գաղթականի թույնը ցմրուր խմեցին հորիզոն, և վերջապես անոնց, որ այսօր ամեն օր մահին դեմ կպայքարին ու ամեն գիշեր սրբազնագույն միակ աղոթք իրենց քալաշ ճամփային զարհուրանքովը կմտնեն խշտյակի մկեղտերուն մեջ։ Խոսքս անոնց է, որոնց մեջ կտեսնեմ անծանոթ Մովսեսը հայ տառապանքին և հայ Իսրայելը, որ գիտե անապատներեն անցնիլ ու ծովերը ճեղքել դեպի ավետյաց երկիր երթալու ուխտով։ Մեկ է վրեժը և հայն անոր առաքյալն է, վրեժեն զատ, Աստված չպաշտես։